իմ հայրենիքը իմ ընտանիքն է։ Իսկ հայրենիքիս ամեն թիս հողը իմ հացն ու ջուրը։ Չնայած պատանեկան տարիքին Սյուզաննան բազմաթիվ տողեր ու ստեղծագործություններ է հասցրել գրել հայրենիքի ու հայրենասիրության իր պատկերացումների վերաբերյալ, դրանք խնամքով հավաքել ու մեկտեղել այս գրքում։ Այս վարժանի շնորհիվ ես ունեցա շատ մեծ հնարավորություններ հասկանալու, լիարժեք հասկանալու ինչ է նշանակում լինել հայրենիքի պաշտպան եւ ինչպես կարող եմ հետագայում շարունակել կյանքս։ Մեծ եռանդով ու ոգևորությամբ Սյուզաննան դեպի բարձունք ճանապարհի առաջին հաստատուն քայլերն է անում։ Այս կրթահամալիրում մի քանի ամիս է ինչ սովորում է եւ արդեն հասցրել է տպավորվել ուսումնական ու կեցության պայմաններով։ Որոշեցի ուսումը շարունակել հենց այստեղ, միտում ունենալով հետո ապագայում սովորել այլ ռազմական բուհերում։ Կան դժվարություններ, բայց քանի որ կրում ենք այս համազգեստը եւ պատվով ենք կրում այս համազգեստը, փորձում ենք այնպես անել, որ դժվարությունները չզգանք մեր վրա եւ այնպես ենք անում, որ մյուսներին էլ մեր օրինակով մյուսներն էլ հաճախեն այստեղ։ Վարժարանի նորեկներից է նաև Վանը, որն այստեղ է եկել հետագա ուղին հստակ նախորոշած, դառնալու է ռազմական բժիշկ։ Վարժարանում սովորելը մեծ պատիվ է ինձ համար, կրել Մոնթեականի անունը, ռազմաբժշկական առարկաները մենք պարապում ենք շատ ինտենսիվ, ամեն ինչ անում ենք, որ լավ սովորենք, ներկայանում ենք պարապմունքների ճիշտ ժամանակին, պարտաճանաչ պատրաստում ենք դասերը, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Թե տղաները, թե աղջիկները տրամադրված են ուսումնական տարին սկսել ու ավարտել բարձր առաջադիմությամբ։ Կրթությունն այստեղ բազմակողմանի է, հնարավորությունը դեպի զինվորական գործ լիարժեք ապահովված։ Այստեղ մենք ոչ միայն անցնում ենք հանրակրթական ծրագրի առարկաները, այլ նաև պարապում ենք օտար լեզուներ՝ հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն։ Ինձ թվում է, որ հայրենիքին պետք են ոչ միայն մտքով եւ բազկով կոփված տղաներ, այլ նաև աղջիկներ, եւ մենք հենց այստեղ դրա համար ենք։ Շուտով ավարտելու եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ 3 տարի առաջ գիտակցաբար եմ ընտրել այս կրթօջախը։ Մասնագիտությունս նախապես կանխորոշված էր։ Ցանկանում եմ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, մասնագիտությամբ որպես կապավոր եւ նպատակս է դառնալ հայրենիքի համար նվիրված սպա։ Բարձր վարկանիշ ունեցող եւ իր պայմաններով ու բովանդակությամբ հանրապետությունում լավագույններից մեկը համարվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կրթությունն անվճար է։ Ուսումնական ծրագրերը պարբերաբար թարմացվում են, նորացվում, զուգահեռ ներդրվում են մոտիվացիոն նոր բաղադրիչներ, սաների առաջադիմությունն ավելի խթանելու, ռազմական կրթության գրավչությունը բարձրացնելու համար։ Անցած տարի մենք կարող եմ ասել, որ վարժարանում գրանցեցինք դիմորդների մեծ հոսք, որը լիցենզիոն տեղերից, եթե մենք ընդունում ենք լիցենզիոն տեղերից շատեր, այսինքն մեծ թույլատրված տեղերից շատ դիմորդներ ունենք արդեն վարժարանում։ Բնականաբար դրանք հենց այնպես չեն լինում, վարժանը Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ իրականացնում է ռազմական կրթության շրջանակներում գրավչության աշխատանքներ։ Վարժանի պետի հրամանով մենք լինում ենք տարբեր մարզերում հանրապետության, ներկայացնում ենք վարժարանը, սաներ են մեր հետ մասնակցում Քարոզ Արշավին։ Սովորելու եւ ինքնակրթվելու նշաձողը բարձր է եւ դրան հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր ավելացնել գիտելիքը, հարստացնել տեսական դասը գործնականով։ Անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր սանի։ Ուզում եմ դառնամ մեր բանակի լավագույն սպաներից մեկը, իմ առաջադիմությունը սկսում եմ ավելի լավ բարձրացնել, որ ավելի լավ մասնագետ դառնամ, կարողանամ ինչ-որ բանով օգնել հայրենիքիս։ Մենք այստեղ մարզվում ենք, գնում ենք ֆիզ պատրաստության, գալիս ենք, գնում ենք դասի, գնում ենք ճաշարան, մեր առօրյան շատ լավ անցնում, դժգոհելու բան չկա, ամեն ինչ մեզ փորձում առաջ մղել, որպեսզի դառնանք հայ սպաներ։ Եվ իզուր չի, որ ասվում են, վարժանի կարգախոսը ճանապարհ դեպի բարձունք։ Դասացուցակն իսկապես հագեցած է իրար հաջորդող հանրակրթական ու ռազմամասնագիտական հետաքրքիր առարկաներով։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում նաև օտար լեզուների խորացված ուսուցմանը, սպորտին, առողջ ապրելակերպին։ Մեթոդական առումով բավականին զինված են մեր ուսուցիչները եւ մեթոդական առումով, երբ որ դու ամեն անգամ միալար չես մտնում լսարան, ինչ որ բան փոխած ես մտնում, այդ դա փոխում է կյանքը, հետաքրքրությունը մեծացնում է։ Վարժարանում ամեն տարի պատկերացրեք, որ նորությունները առաջնահերթ խնդիրներ են լինում, հատկապես մենք մեծ շեշտադրում ենք դրել դասավանդման նոր եւ լավագույն փորձի ներդրման հետ կապված, նորագույն մեթոդների կիրառման հետ կապված, որպեսզի ուսուցումը ավելի արդյունավետ կազմակերպվի վարժարանում
վարժանում։ Այստեղ բնականաբար այդ առումով ավելի հարմար է, որովհետև վարժանում երեխաները մնում են, այստեղ ապրում են այս հարկի տակ եւ մենք հնարավորություն ունենք օրվա մեջ ավելի շատ ժամանակ տրամադրելու նրանց ուսման եւ կրթության համար։ Բացի դա մենք լավագույն փորձը վերցնում ենք բնականաբար հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների, տարբեր մասնագետների հետ քննարկելով, հրավիրելով, նաև համագործակցում ենք եւ փորձի փոխանակում ենք կատարում արտասահմանյան երկրների նմանատիպ վարժարանների հետ։ Օրինակ, վերջին ժամանակները մենք պատվիրակություն այցելեց Վրաստանի Հանրապետություն եւ այնտեղ կար հենց մեր վարժանի նմանատիպ վարժան, որտեղ բավականին մեծ հետաքրքրող նորություններ կային։ Ուսումնական առօրյայից այսքանը կարճատև ընդմիջման ժամանակն է։ Հերթականը փոքր-ինչ տարբերվող է տոնական օրվա խորհրդով։ Վարժարանի բոլոր կանանց եւ աղջիկներին տնօրինությունն ու սպաներն են շնորհավորում եւ ծաղիկներ նվիրում գարնանային տոնի առթիվ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին, ինչպես նաև բանակում ծառայող աղջիկներին, ցանկանում եմ նրանց անկոտրում ոգի, ուժեղ կամք։ Իմ համոզմամբ թե կանայք, թե աղջիկները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում, քանի որ մենք պետք է ծաղկեցնենք ու շենացնենք մեր բանակը եւ մեզանից յուրաքանչյուրի համար պետք է մեծ պատիվ լինի ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Հովհաննես Պարաշյան, Հայկ Չելինգարյան, Զինուշ